Բարև, ես ընկեր Մարուն եմ Think Engineering-ից ու այսօր միասին սարքելու ենք Flappy Bird խաղը, բայց նա լինելու է face detection-ով, այսինքն մենք մեր թռչունին կառավարելու ենք մեր դեմքի միջոցով։ Խաղը կունենա հետևյալ տեսքը։ Երբ որ դրոշակը սեղմենք, կունենանք այսպիսի ետնապատկեր եւ պետք է սեղմենք նրա վրա։ Հենց որ սեղմենք, կհայտնվի մեր թռչունը եւ պետք է փորձենք անցնել խոչընդոտները։ Խոչընդոտները անցնելուց կստանանք միավորներ, նաև կունենանք անիմացիա։ Նկատենք, որ մեր թռչունին կառավարում ենք մեր քիթիկի միջոցով եւ պետք է զգույշ լինենք, որ մեր խոչընդոտներին չհպվենք։ Եթե հպվում ենք, խաղը ավարտվում է եւ ցույց է տալիս արդեն մեր միավորները եւ մաքսիմում հասած միավորները, այսինքն max score, ռեկորդը նույն ինքը։ Ներքևում կտեսնես Scratch-ի հղումը, սեղմում ես այդ հղման վրա եւ այնտեղ կտեսնես պատրաստի կերպարները, որոնք պետք է օգտագործես։ Վերևում կտեսնես Remix կոճակը կանաչ գույնի, սեղմում ես Remix կոճակի վրա, որպեսզի կերպարները պահպանվեն քո մոտ եւ սկսենք աշխատել։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես մնացած խաղերը։ Ներքևում կտեսնեք մի քանի կերպար, եկեք սկսենք ետնապատկերի կերպարից։ Նրա անունը BG1։ Այսինքն background 1։ Մենք կունենանք երկու ետնապատկեր, որոնք շարժվելու են աջից ձախ եւ ապահովելու են սահունությունը։ Ինչ ենք անում դրա համար։ Գնում ենք իրադարձություններ բաժին, վերցնում ենք, երբ դրոշակը սեղմված է, այնուհետև մեր այս առաջին կերպարին պետք է տեղադրենք կենտրոնում։ Հետևաբար շարժ բաժնից վերցնում ենք գնալ դեպի հրամանը եւ կոորդինատները սարքում ենք 0 0։ Երբ որ դրոշակին սեղմենք, մեր առաջի կերպարը կհայտնվի էկրանի կենտրոնում։ Եկեք եմովր կերպարին թաքցնենք, որպեսզի նա չխանգարի եւ Flappy Bird-ին նույնպես թաքցնենք։ Ահա, այնուհետև երբ նա հայտնվում է կենտրոնում, պետք է շարժվի դեպի ձախ։ Հետևաբար վերցնում ենք սահել հրամանը եւ գրում ենք հետևյալ կոորդինատները։ Սահել 1 վայրկյան դեպի -465 եւ 0։ Երբ որ դրոշակը սեղմում ենք, կենտրոնից շարժվում է դեպի ձախ, բայց նկատենք, որ շատ արագ է շարժվում։ Հետևաբար 1 վայրկյանը սարքենք 3 վայրկյան։ Ահա, ավելի սահուն է շարժվում։ Նկատենք, որ ետևում մեր մոտ մնաց ազատ տարածք, այսինքն մենք պետք է սարքենք նույն կերպարից երկրորդին, որպեսզի նրա պոչից շարժվելով գա։ Այս ամեն ինչը դնենք կառավարման անվերջի մեջ, որ երբ որ դրոշակը սեղմենք, նա անընդհատ կենտրոնից շարժվի դեպի ձախ։ Եվ կրկնօրինակենք հրամանը։ Ավելացնենք նաև տեսք բաժնից գնալ դեպի ետև շերտը, գնալ դեպի դիմաց շերտը, սարքում ենք գնալ դեպի ետև շերտ։ Եվ կրկնօրինակում ենք այս կերպարին։ Ստեղծվեց կերպար BG2, այսինքն background 2-ը։ Նրա հրամանները մի փոքր պետք է փոփոխենք։ Նա պետք է սկսի էկրանի աջ եզրից եւ շարժվի դեպի կենտրոն։ Հետևաբար x-ը սարքում ենք 465 կոորդինատը եւ սահել 0 0, այսինքն մինչեւ կենտրոն։ Հենց որ դրոշակը սեղմենք, մեր մոտ կստացվի սահուն անիմացիա։ Ահա։ Եթե ուզում եք ավելի դանդաղ շարժվի, հետևաբար վայրկյանները սահելով փոփոխում ենք, ավելացնում ենք։ Օրինակ կարող եք դնել 4 վայրկյան ավելի դանդաղ կշարժվի։ Կարևոր պահը այն է, որ պետք է BG1-ի եւ BG2-ի սահելու վայրկյանները նույնը լինեն։ Նաեւ կարևոր է, որ 465-ից մինչեւ 0 մեր մոտ կա 465 պիքսել։ Նաև 0-ից մինչև -465 նույնպես 465 պիքսել է, հետևաբար նրանց անցած ճանապարհները նույն երկարություն ունեն, այսինքն նրանք հավասարաչափ են տեղաշարժվելու։ Անցնենք մեր tube կերպարին, խանգարող կերպարին։ Վերջում կանենք նոր մեր թռչունի հրամանները։ Tube կերպարի մոտ պետք է գրենք, որ նա ստեղծվի աջ եզրից եւ շարժվի դեպի ձախը, հետևաբար վերցնում ենք իրադարձություններ բաժնից դրոշակը։ Այնուհետև պետք է սարքենք նրա կրկնօրինակները, կառավարումից կվերցնենք անվերջ, ստեղծել իմ կրկնօրինակը եւ կդնենք կառավարումից, սպասել 1 վայրկյան։ Երբ որ կրկնօրինակը ստեղծվում է, մեր օրիգինալը նկատենք, որ այս բանի թաքնված է, նրան միանգամից տեսք բաժնից թաքցնել դնենք, եւ երբ որ կրկնօրինակը ստեղծվում է, պետք է կրկնօրինակը երևա, հայտնվի աջ եզրում եւ տեղափոխվի դեպի ձախ։ Հետևաբար միանգամից կվերցնենք ցույց տալ հրամանը կողքից կդնենք, կառավարումից կվերցնենք, երբ սկսում են որպես կրկնօրինակ հրամանը, այնուհետև կասենք, որ նա հայտնվի մեր էկրանի
աջ եզրում, այսինքն շարժ բաժնից կվերցնենք գնալ դեպի x, y հրամանը և կգրենք համապատասխան կորդինատները։ Երբ սկսում եմ որպես կրկնօրինակ և կդնենք ցույց տալ հրամանը։ Այնուհետև եկեք ֆիքսենք մեր օրիգինալ թյուբի կորդինատները։ Հետևաբար շարժ բաժնից վերցնում ենք x-ը, տեղադրում ենք անվերջի մեջ, թող լինի 240, այսինքն աջ եզրում, իսկ y-ը տատանվելու է, այսինքն նա լինելու է մոտավորապես այսպես, տարբեր բարձրությունների վրա պետք է ստեղծվի։ Ամենաշատը այսքան, ամենաքիչը այսքան։ Նենց որ վերևի ու ներքևի եզրերը կպած լինեն էկրանին։ Հետևաբար կդնենք y-ը շարժ բաժնից, կարող եք նաև օգտագործել գնալ դեպի հրամանը իդեպ։ Y-ը կդնենք պատահական թիվ հաշվարկ բաժնից և կֆիքսենք նրա կորդինատները։ Օրինակ, եթե մոտավորապես այստեղ է մեր y-ը, ապա դնում ենք, որ մեր y-ը տատանվի, օրինակ մինուս 75-ից մինչև 75։ Փորձարկենք, նկատենք, որ կերպարները տարբեր բարձրությունների վրա հայտնվում են։ Նաև ավելացնենք, որ շարժվում են դեպի ձախ։ Երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, պետք է նրան բերել դիմացի շերտ, հետևաբար տեսք բաժնից գրում ենք դիմացի շերտ, գնալ դեպի դիմաց շերտ, այնուհետև գրում ենք, որ անընդհատ գնա ձախ, հենց որ կպնի Flappy Bird-ին կամ հպվի ձախ եզրին, այսինքն անցնի ձախ եզրով, ապա պետք է նա ջնջվի։ Կառավարում բաժնից կվերցնենք կրկնել մինչևը, այս ամենը իդեպ կարելի է անել նաև անվերջով, բայց ես նախընտրում եմ կրկնել մինչևը։ Հաշվարկ բաժնից փոքր է, գրում ենք ձախ եզրի հրամանները, շարժ բաժնից վերցնում ենք x-ը, որովհետև ձախ եզրի մասն է խոսքը, փոքր է, մեր կերպարին եթե տանենք ձախ, մոտավորապես այստեղ, նկատում ենք, որ նրա x-ը մինչև մինուս 240 է, այսինքն դրանից ավելի ձախ նա կջնջվի, x-ը փոքր է մինուս 240-ից, շարժ բաժնից կվերցնենք փոխել x-ը և կգրենք օրինակ մինուս 7-ով, մինուս որպեսզի գնա ձախ, փորձարկենք, դրոշակը սեղմեցինք, նկատենք, որ գնում է ձախ, բայց նաև նկատենք, որ նրանք գալիս են և այս հատվածում հավաքվում են, չեն ջնջվում։ Հետևաբար կառավարում բաժնից կվերցնենք ջնջել այս կրկնօրինակը, նորից փորձարկենք, ահա, նկատենք, որ տարբեր բարձրությունների վրա հայտնվում են մեր խանգարող կերպարները, նույն ինքը թյուբերը։ Հիմա ավելացնենք մեր Flappy Bird-ի հրամանները։ Գնացինք Flappy Bird-ի մոտ, նրան կառավարելու ենք մեր դեմքի օգնությամբ, այսինքն մենք պետք է շարժվենք և նրան կառավարենք, որպեսզի նա անցնի թյուբերի միջով։ Հետևաբար նրան պետք է ցույց տանք այս պահի դրությամբ, աչուկին սեղմենք և սկսենք գրել նրա հրամանները։ Գրում ենք, որ երբ որ դրոշակը սեղմենք, նա պետք է հայտնվի ինչ-որ կոնկրետ կորդինատում և այնուհետև հասկանա, թե մեր դեմքը որտեղ է և գնանք մեր քթի մոտ։ Բայց դրա համար մեզ պետք են հրամաններ։ Հրամանները, դեմքի face detection-ի հրամանները գտնվում են ձախ ներքևի անկյունում, այստեղ, այսինքն լրացուցիչ հրամանների բաժնում։ Երբ որ սեղմում ենք, նկատենք, որ այստեղ ունենք face sensing։ Սեղմում ենք այս հրամանի վրա։ Ահա, հայտնվեցին մեր հրամանները, նկատենք, որ նաև մեր էկրանի վրա էլ հայտնվեց մեր դեմքը։ Եթե նկատեք, մենք այստեղ, այս background-ի զգեստներում, զգեստի ետնապատկերը թափանցիկ է։ Հետևաբար, մենք երևում ենք, եթե օրինակ մեր զգեստը լիներ այսպիսին, նկատենք, որ այս հատվածում ոչինչ չի երևում։ Դրա համար թափանցիկ եք սարքում։ Դե գնացինք Flappy Bird-ի հրամանների մոտ։ Flappy Bird-ի հրամանները հետևյալն են։ Նա պետք է անընդհատ հայտնվի մեր քթի մոտ։ Կառավարում բաժնից վերցնում ենք անվերջ և վերցնում ենք face sensing բաժնից, որպեսզի նա գնա դեպի մեր քիթը։ Առաջի հրամանը go to nose։ Այստեղ կարող եք ընտրել դեպի ուր եք ուզում նա գնա, այսինքն որտեղի միջոցով կառավարվի, տվյալ պահին նկատենք, որ եթե դուք տեղաշարժվում եք, նա նույնպես տեղաշարժվում է։ Այստեղ կարող եք օրինակ ընտրել ձախ աչքը և նա կգա ձեր ձախ աչքի մոտ։ Բայց ես նախընտրում եմ, որ լինի քիթը։ Նաև եկեք ավելացնենք ամեն դեպքում
ուղղությունը, որ եթե ընթացքում նա իր ուղղությունը փոխի, միշտ խաղը սկսելուց լինի դեպի աջ կողմ ուղղված։ Ավելացրեցինք եւ նրան եկեք բերենք դիմացի շերտ, որովհետեւ նա մեր գլխավոր հերոսն է։ Տեսք բաժնից գնալ դեպի դիմաց շերտ։ Կարող ենք նաև ֆիքսել նրա չափսը, էլի տեսք բաժնից վերցնում եք չափսը 100, տվյալ դեպքում իմ մոտ 150 է չափսը, դնում եմ 150։ Դուք կարող եք մեծացնել կամ փոքրացնել ըստ ձեր ցանկության։ Դրոշակը սեղմում ենք, նկատում ենք, որ ամեն ինչ լավ է, նա ահա, ընտիր աշխատում է եւ ահա։ Նաև եկեք գրենք, որ նրա զգեստները փոխվի։ Մենք այստեղ ունենք զգեստներ, թռիչքի զգեստներ ենք ավելացնելու եւ գրում ենք, երբ դրոշակը սեղմված է, անվերջ, որպեսզի նրա զգեստները անընդհատ փոխվի։ Գրում ենք հաջորդ զգեստը տեսք բաժնից։ Նկատենք, որ բավականին արագ է եւ կառավարում բաժնից դնում ենք սպասելու հրամանը։ Օրինակ 0.05 վայրկյան։ Փորձարկենք, նկատենք, որ զգեստները ընտիր աշխատում են, թռիչքը նույնպես ընտիր աշխատում է։ Նաև եկեք ավելացնենք, որ երբ որ մեր հիմնական կերպարը կպնում է թյուբին, ապա խաղ պետք է ավարտվի։ Հետևաբար, էլի կվերցնենք դրոշակ, անվերջ կառավարում բաժնից, եթե ապա եւ կնայենք, եթե հպվում է եզրին կամ եթե հպվում է մեր թյուբին, այսինքն խանգարող կերպարին, մեր խաղը ավարտենք։ Հաշվարկ բաժնից կամ այնուհետև ընկալում բաժնից հպվում է, մեկը դնում ենք եզր, մյուսը դնում ենք հպվում է եւ դնում ենք թյուբ։ Եվ կարող ենք դնել, որ նա ինչ-որ կոնկրետ կետում հայտնվի եւ մի վայրկյան սպասի, իսկ թյուբի մոտ արդեն կգրենք game over-ի հրամանները։ Եվ եկեք հաղորդենք հաղորդագրություն, որպեսզի խաղը ավարտվի։ Իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն, նոր հաղորդագրություն, game over։ Այսինքն խաղը ավարտվեց։ Նաև եկեք ավելացնենք, որպեսզի հաշվենք, թե քանի միավոր ենք հավաքել։ Ոնց ենք դա կատարելու։ Նկատենք, որ երբ որ մենք անցնում ենք թյուբերի միջով, ինչ որ մի ձև նա պետք է հասկանա, որ նա անցել է թյուբի միջով։ Հետևաբար մենք ունենք այստեղ կերպար, որի անունն է line։ Մեր line-ը աշխատելու է հետևյալ կերպ։ Նա գտնվելու է մեր թյուբի, այսպես, մեր թյուբի արանքում, այսինքն այս հատվածում նրան տալու ենք էֆեկտ, որ նա լինի թափանցիկ, եւ եթե մեր կերպարը այսպես գա եւ հատի line-ը, դա նշանակում է, որ թյուբը անցել է եւ ստանում է միավոր։ Երբ որ ստեղծվում է թյուբը, պետք է նաեւ ստեղծվի line-ը։ Դա նշանակում է, որ թյուբի մոտ պետք է ավելացնենք մի քանի հրաման։ Ավելացնում ենք հետեւյալը։ Երբ որ թյուբը ստեղծում է իր կրկնօրինակը, նույն պահին պետք է ստեղծի նաեւ line-ի կրկնօրինակը։ Հետևաբար կառավարում բաժնից ավելացնում ենք ստեղծել իմի կրկնօրինակը եւ տեղադրում ենք այստեղ line-ը։ Այնուհետև գնում ենք line-ի մոտ եւ գրում ենք նրա հրամանները։ Երբ որ դրոշակը սեղմում ենք, մեր line-ը մեզ հարկավոր չէ, դեռ թող չերևա, հետևաբար դրոշակից հետո նրան կդնենք թաքցնել։ Եվ գրում ենք, որ եթե նրա կրկնօրինակը ստեղծվի, ինչ պետք է անի։ Հետևաբար կգնանք կառավարում, երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, նրան պետք է ցույց տանք եւ ասենք, որ նա գնա թյուբի մոտ, այսինքն այդ պահին որտեղ է թյուբը տեղել, գնա։ Շարժ բաժնից գնա դեպի թյուբ, այսինքն մեր խանգարող կերպարի մոտ, նրան ցույց տանք տեսք բաժնից։ Ցույց ենք տալիս եւ դնում ենք ուրվական էֆեկտը։ Ցույց ենք տալիս, որովհետև եթե նրան թաքցրած վիճակում դնենք ուրվական էֆեկտը կամ առհասարակ թաքցրած վիճակում օգտագործենք, մեր հրամանները չի հասկանա, որ մեր թռչունը կպել է այս line-ին։ Գտնում ենք կիրառել գույն էֆեկտը, գույնը սարքում ենք ուրվական եւ էֆեկտը սարքում ենք 100։ Ահա, կարող ենք դեռ էֆեկտը դարձնել 0, որ տեսնենք, որ ամեն ինչ աշխատում է։ Նկատեք, որ մեր line-ը այհեսը ստեղծվում է ամեն թյուբի այստեղ ընթացքում։ Հետևաբար նա պետք է գնա դեպի ձախ։ Անջատենք
մեր դրոշակը եւ գրենք ցախ գնալու հրամանները։ Կարող ենք կրկնօրինակել հենց tube-ի մոտից։ Այս հատվածը կրկնել մինչևից կրկնօրինակեցինք, տեղադրեցինք այստեղ, այսպիսի էֆեկտ ստացվեց։ Նաև նկատենք, որ մեր գիծը երբ որ ստեղծվում է, պետք է ստուգենք, եթե կպնի մեր թռչունին, ապա միավոր պետք է ավելանա։ Հետևաբար, գնանք փոփոխական բաժին, ստեղծենք նոր փոփոխական անունը դնենք score կամ point եւ գրենք հետեւյալը։ Եթե կառավարում բաժնից ընկալում բաժնից հպվում է Flappy Bird-ին, նույն ինքը Bird-ին եւ Flappy-ին, ապա պետք է միավորը փոխենք եւ ջնջենք մեր save line-ը, որպեսզի ավել միավորներ չհավաքենք։ Փոփոխական բաժնից գրում ենք փոխել point-ը կամ score-ը make-ով եւ կառավարում բաժնից ջնջել այս կրկնօրինակը։ Փորձարկենք, նկատենք, որ հավաքում ենք եւ այն ջնջվում է։ Ահա։ Նաեւ եկեք ավելացնենք ձայն։ Այստեղ ձայների բաժնում մենք ունենք coin ձայնը։ Եկեք սա ավելացնենք, հետևաբար ձայն բաժնից վերցնում ենք արտաբերել coin-ը, սկսել ձայն coin-ը, փորձարկում ենք, նկատենք, որ ամեն ինչ աշխատում է։ Նաև եկեք նրան թաքցնենք, այսինքն սև գիծը, որ հիմա հայտնվում է, թաքցնենք։ Հետևաբար օրվական էֆեկտը կսարքենք 100։ Դրոշակը սեղմեցինք, նկատենք, որ աշխատում է արդեն։ Մեզ մնաց մի քանի հրաման, պետք է սարքենք նաև game over-ը եւ ավելացնենք ամպիկներ գեղեցկության համար։ Դրա համար եկեք սկսենք ամպիկներից։ Ամպիկների հրամանները կլինեն հետևյալը։ Նրանք կլինեն կրկնօրինակներ, որոնք կստեղծվեն աչից ցախ եւ կլինեն տարբեր չափսերի, որպեսզի ավելի գեղեցիկ լինի մեր անիմացիան։ Հետևաբար ամպիկների մոտ գրում ենք, երբ դրոշակը սեղմված է, մեր օրիգինալին թաքցնում ենք, տեսք բաժնից թաքցնել եւ համարյա նույն հրամաններն են գրել, ինչ որ tube-ինը կարող ենք կրկնօրինակել։ Հետևաբար կվերցնենք մեր անվերջի հրամանները, կկրկնօրինակենք, ստեղ ունենք մի քանի ավելորդ բան, կթողենք սպասելը, y-ը կլինի պատահական դիրք -180-ից 180, վայրկյաններն կդնենք պատահական թիվ, հաշվարկ բաժնից պատահական թիվ, օրինակ 0.1-ից 0.5։ Դուք կարող եք ըստ ձեր ցանկության թվերը փոփոխել։ Ահա, այնուհետև կարող ենք նույնպես կրկնօրինակել այս հրամանները, կրկնօրինակեցինք, երբ սկսում ենք ցույց տալ գնալ դիմաց շերտ, այսինքն գալիս է դիմաց, էլի ստուգում է, որ մինչև ձախ եզրը գնա, արդեն եկեք գրենք -10 եւ մի քանի հրաման ավելացնենք։ Նաեւ եկեք ավելացնենք, որ չափսը լինի պատահական, դրեցինք չափսը տեսք բաժնից, պատահական թիվ եւ դնում ենք 20-ից մինչև 50 մոտավորապես, որ շատ մեծ էլ չլինի։ Ու նաեւ եկեք ավելացնենք, նայենք ինչ ձև եղավ եւ եկեք ավելացնենք նաեւ ուրվական էֆեկտները։ Հետևաբար տեսք բաժնից վերցնում ենք կիրառել գույն էֆեկտը, գույնը սարքում ենք ուրվական եւ պատահական թիվը նույնպես գրում ենք օրինակ 10-ից մինչև 50-ը։ Դրոշակ նկատենք, որ գեղեցիկ ամպիկները արդեն շարժվում են դեպի ցախ։ Նաև եկեք ավելացնենք սկզբի հատվածը եւ վերջի հատվածը, այսինքն preview-ն, որ երբ որ խաղը սկսում ենք, ինչ տեսք է ունենում էկրանը եւ ամենավերջում game over-ի էկրանը։ Ստեղ ունենք կերպար game over անունով։ Նա ունի երկու զգեստ. start, այստեղ գրած է click to start, այսինքն մեր կերպարին պետք է հպվեն, կտցնեն, սեղմեն, որ սկսենք եւ վերջում գրած է game over, your points are, քանի միավոր եք դուք հավաքել եւ maximum score-ը ինչքան է։ Հետևաբար, երբ որ խաղը սկսում ենք, այսինքն երբ որ դրոշակը սեղմեցինք, պետք է մեր սկզբի, այսինքն start անունով զգեստը երևա։ Գնացինք սցենարներ տեսք բաժին, զգեստը start, դրոշակը սեղմեցինք,
Եվ չենք մոռանում ցույց տալ։ Դրոշակը սեղմեցինք, նա եկավ, բայց նկատենք, որ մնացած բոլոր հրամանները նույնպես կատարվում են, բայց նրանք պետք է կատարվեն այն ժամանակ, երբ որ մենք սեղմում ենք մեր էկրանին եւ խաղը սկսվում է։ Հետևաբար, իրադարձությունների բաժնից վերցնում ենք, երբ այս կերպարը սեղմված է, եւ թաքցնում ենք նրան տեսք բաժնից թաքցնել։ Այնուհետև պետք է բոլորին հաղորդագրություն ուղարկենք, հաղորդել game over, game over-ը սարքում ենք նոր հաղորդագրություն start։ Ահա, այնուհետև, երբ որ արդեն սկսվում է մեր խաղը, Flappy Bird-ի մոտ կավելացնենք, որ այսպես, երբ որ դրոշակը սեղմված է, թաքցնենք նրան, որովհետև խաղը սկսվում, նա մեզ հարկավոր չէ։ Այնուհետև, երբ ստանում է start իրադարձություններ բաժնից, պետք է խաղը սկսի եւ սկսի ստուգումները, նաեւ այստեղ ենք դրոշակը փոխում, երբ ստանում եմ start, եւ կարող ենք այստեղ նույնպես դրոշակը փոխել, երբ ստանում եմ start։ Նաև ավելացնում ենք, որ երբ որ նա ստանում է start, նրան պետք է ցույց տալ տեսք բաժնից, ցույց տանք։ Փորձարկենք, հենց որ սեղմում ենք էկրանին, նկատենք, որ մեր թռչունը սկսում է շարժվել։ Նույն բանը կանենք BG1-ի հետ, կգրենք թաքցնել, երբ դրոշակը սեղմված է թաքցնել եւ այստեղ կավելացնենք ցույց տալ եւ կավելացնենք, երբ ստանում եմ start-ը։ Կարող ենք այս երբ դրոշակը սեղմված է թաքցնելը կրկնօրինակել այս հատվածում եւ փոփոխել արդեն այստեղի դրոշակը կհանենք, երբ ստանում եմ start, ցույց տալ եւ դնում ենք այստեղ։ Նույն բանը կանենք tube-ի մոտ եւ cloud-ի մոտ։ Երբ որ դրոշակը սեղմված է թաքցնում ենք, երբ ստանում ենք start իրադարձություններ բաժնից, հրամանները սկսում են աշխատել, այսինքն կրկնօրինակները սկսում են աշխատել, նաև եկեք ավելացնենք, որ պատահական ժամանակում նրանք կան, օրինակ 1-ից 5 վայրկյանի ընթացքում։ Եվ նույն բանը կանենք cloud-ի մոտ։ Թաքցնելը թողում ենք, այստեղ ավելացնում ենք, երբ ստանում եմ start, եւ հրամանները մնացածը մնում են նույնը։ Փորձարկենք, նկատենք, որ ոչինչ տեղի չի ունենում, հենց որ սեղմում ենք էկրանին, մեր թռչունը սկսում է աշխատել, ամպիկները աշխատում են եւ մեր խանգարող կերպարները նույնպես աշխատում են։ Մնաց միավորների պահը ավելացնել եւ game over-ի պահը ավելացնել։ Եկեք game over կերպարի մոտ այդ ամենը գրենք։ Միավորները խաղի սկզբում չպետք է երևան, հետեւաբար փոփոխական բաժնից թաքցնել, երբ դրոշակը սեղմված էից հետո թաքցնել score-ը եւ երբ որ խաղը սկսվում է, պետք է score երևա, հետեւաբար ցույց ենք տալիս score-ը, երբ ստանում եմ start։ Նաեւ score-ը պետք է լինի 0 խաղի սկզբում։ Փորձարկենք, նկատենք, որ 0-ացավ, սկսեց ավելանալ արդեն միավորները անցնելու ընթացքում։ Եկեք ավելացնենք game over-ի հրամանները։ Game over-ը նույնպես կատարվելու է այս կերպարի միջոցով, հետևաբար իրադարձություններ բաժնից, երբ ստանում եմ game over, հիշում եք, որ այստեղ ունենք հրաման, որ եթե կպնում է եզրին կամ կպնում է tube-ի, հաղորդում է game over։ Երբ ստանում է game over, պետք է արդեն նա իր game over զգեստով հանդիսանա։ Գնացինք զգեստը game over, նրան պետք է ցույց տանք, որովհետև թաքցրել էինք, չէ, սեղմելուց հետո։ Գանա դիմացի շերտ, տեսք բաժնից դիմաց շերտ, կառավարումից գնալ դեպի 0-0, որպեսզի կենտրոն գա, իսկ մեր score-ը պետք է արդեն երևա էկրանի այս հատվածում, այսինքն եթե մեր մոտ այսենց է, այստեղ պետք է երևա արդեն մեր score-ը եւ մաքսիմում score պետք է հաշվենք։ Քանի որ Scratch-ը մեզ չի թույլատրում, որ մենք որոշենք, թե մեր փոփոխականները որտեղ պետք է հայտնվեն, այսինքն մենք չենք կարող փոփոխականին կոորդինատ տալ, մենք մի փոքր հնարք ենք անելու։ Կգնանք փոփոխական բաժնից, կստեղծենք նոր փոփոխական, անունը կդնենք score text։ Ցանկացած ուրիշ փոփոխականի անուն ենք դնում։ Այնուհետև այս score text-ը, հեսա նկատենք, որ ստեղ է։ Տեղափոխում ենք այստեղ, երկու անգամ սեղմեցինք, ահա։ Երբ որ խաղը ավարտվում է, այս մեր score text-ը պետք է նույն score-ը լինի։ Հետևաբար այստեղ կդնենք, որ մեր score text-ը պետք է լինի score-ը։ Այսպես։ Այսինքն մեր score text-ի արժեքը դառնում է score։ Նաև պետք է հաշվենք maximum score-ը, հետևաբար ստեղծում ենք max score եւ
գրում ենք հաշվարկները կառավարում բաժնից, եթե ապա այլապես, եւ պետք է ստուգենք, որ եթե մեր միավորները ավելի մեծ են, հաշվարկ բաժնից վերցրեցինք մեծը, փոփոխական բաժնից վերցրեցինք, եթե score-ը ավելի մեծ է, քան թե max score-ը, դա նշանակում է, որ մենք ռեկորդը մեր խփել ենք։ Այսինքն, եթե ռեկորդը 10 էր, իսկ դուք հավաքել եք 15 միավոր, հետեւաբար նոր ռեկորդը դառնում է 15 միավոր։ Եթե ոչ, ապա ոչինչ տեղի չի ունենում։ Այսինքն max score-ը մնում է նույնը։ Այսինքն մենք այստեղ կարող ենք օգտագործել ոչ թե եթե ապա այլապես, այլ կառավարում բաժնից վերցնենք եթե ապան։ Եթե score-ը մեծ է max score-ից, ապա max score-ը դառնում է score, այսինքն 15 միավոր է դառնում մեր նոր ռեկորդը։ Եվ մեր max score-ը հեզ է, նրան տեղափոխենք այստեղ, երկու անգամ սեղմենք, maximum score-ը կերևա, եւ նրան պետք է արդեն ցույց տանք այս этаպում game over-ի ժամանակ, թաքցնենք մեր score-ը, game over-ի ժամանակ, ահա, որ նա չպետք է երևա, եւ նաեւ ցույց տանք point-ները, այսինքն նույն score text-ը։ Հետևաբար եկեք դրանք էլ ավելացնենք, դնում ենք թաքցնել score-ը, այսինքն այս իրան թաքցրեցինք, ցույց տալ max score-ը, ցույց տալ score text-ը, նույն ինքը սա, եւ փորձարկենք մեր խաղը։ Նկատենք, որ դրոշակը սեղմելուց հետո նրանք նույնպես երևում են, հետևաբար կարող ենք նրանց թաքցնել max score եւ թաքցնել այստեղ score text։ Փորձարկենք, տեսանք, որ նրանք չեն երևում, սեղմեցինք, սկսեցինք միավոր հավաքել, հիշենք, որ max score-ը դեռ 0 է։ Ահա, նկատենք, որ պարտվեցի, ահա, եւ ամեն ինչ տեղի ունենում։ Նկատենք նաև, որ մեր կերպարները դեռ շարժվում են, հետևաբար պետք է կանգնացնենք մեր խաղը։ Ներքևում ավելացնենք, կառավարում բաժնից դադարեցնել ամբողջը։ Դրոշակը սեղմեցինք, փորձարկում ենք, ահա, փորձեմ ռեկորդս անցնել։ Չորս, 5 մի հատ էլ անցնեմ 6։ Այսպես նկատենք, որ մեր point-ները 6 են, իսկ max score-ը արդեն դառավ 8 ու խաղը ավարտվեց։ Նայենք ինչ տեղի ունեցավ։ Երբ որ դրոշակը սեղմում ենք, մենք ունենք հետևյալ պատկերը։ Սեղմում ենք այս նկարին, խաղը սկսվում է եւ մենք պետք է փորձենք միավորներ հավաքել։ Սկսեցինք, երբ որ մենք անցնում ենք խոչընդոտների միջով, մենք ունենք ձայնային ազդանշան, որ մենք միավոր ենք հավաքել, եւ եթե մենք հանկարծակի հպվում ենք խոչընդոտին, ապա պարտվում ենք, խաղը ավարտվում է եւ ցույց է տալիս արդեն մեր միավորները։ Հետևյալ արդյունքը ունեցանք, երբ որ սեղմում ենք դրոշակին, խաղը սկսվում է եւ պետք է սեղմենք էկրանի որևէ հատվածին։ Հենց որ սեղմում ենք էկրանի որևէ հատվածին, ապա հայտնվում է մեր թռչունը, որին կառավարելու ենք մեր դեմքի միջոցով եւ պետք է փորձենք անցնել խոչընդոտները։ Այսպես, հենց որ անցնում ենք խոչընդոտները, հավաքում ենք միավորներ եւ խաղի ավարտին մենք ունենանք միավորների ցանկը, այսինքն ինչքան միավոր ենք մենք հավաքել եւ առհասարակ ամենաշատ հավաքած միավորները, նույն ինքը max score-ը։ Իսկ դու չմոռանաս պահպանել խաղդ եւ կիսվել մեր հետ կոմենտներում։